Բռնի տեղահանումից հետո Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն հասարակական կազմակերպությունը համախմբեց Արցախի մշակութային 12 կոլեկտիվ և փորձեց պահպանել Արցախյանը։ Արդեն 1 տարի մեծ դժվարությամբ, բայց անկոտրում կամքով Հայաստանում շարունակում են գործունեությունը, որ պահեն ու հանրահռչակեն Արցախյանը։ Մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի համայնքում եւ քանի որ Արցախայությունը կենտրոնացված բնակեցման չկա, այսինքն չկա ֆիզիկական տարածք, միակ գործառույթը, որ մենք կարող ենք նպաստենք, դա փաստագրել, հավաքագրել եւ հանրահռչակել։ Իսկ հանրահռչակման լավագույն միջոցը այդ համույթների միջոցով պահպանել իրենց ստեղծածը, իրենց ստեղծած մշակութային արտադրանքը, ինչու՞ չէ նաեւ ստեղծել նորը եւ հանրահռչակել։ 25-ամյա պատմություն ունի «Մենք ենք մեր սարերը» երգի պարի պետական համույթը։ Կոլեկտիվն Արցախում 47 հոգուց էր բաղկացած։ Հայաստանում ստիպված է գործունեությունը շարունակել 13 հոգով։ Ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, որ ամբողջական կազմով կարողանան պահպանել արցախյան մշակույթը, ժողովրդական ազգագրական ստեղծագործություններն ու դրանք փոխանցեն սերունդներին։ Նպատակը այն է, որ թեկուզ բռնի տեղահանումից հետո, բայց պահել մեր Արցախյանը, պաշտպանել այն մեր դարերի հազարամյա պատմությունները, հազարամյա երգերը, այն գոհարները, որոնք որ մեր եկող սերունդին պիտի փոխանցվի այդ ամենը, եթե մենք չանենք ապահով։ 1 տարվա ընթացքում տարբեր բեմերում են հանդես եկել արցախյան մշակութային կոլեկտիվները, հաճախ առանց նախապես արված փորձերի ու պատրաստության, ինչպես կարողացել են, ինչպես հնարավոր էր։ Երբ որ չկա վարձատրություն, դրա համար սիստեմատիկ աշխատանք հնարավոր չի այս պահին։ Այդ եղած համերգները մենք կազմակերպել ենք, ոնց ասեմ, միանգամյա, այսպես ասած, հավաքվել ենք, մի քանի փորձ արել, ինչ որ մի համերգ այս կարգի։ Արցախի ազգային նվագարաների պետական նվագախումբը գործում է 2015-ից, պետական կարգավիճակ է ստացել 2020-ին։ Արցախի հայաթափումից հետո էլ համախմբվել են, որ իրար չկորցնեն, որ շարունակեն մշակութային առաքելությունը։ Այստեղ թեև ոմանք ասում էին քաղաքականացնում եք, եք ուզում անունը պահեք, տրոհով եք մյուս խմբերի մեջ կամ սենց։ Ասում էի, բա Արցախ սենց այդ անունը նախ դա։ Եվ հետո մեր նվագախումբը այսպիսի առաքելություն ունեցել հասարակությանը մատուցել ազգային, անաղարտ, հայեցի եւ ակադեմիկ երաժշտություն։ 12 մշակութային կոլեկտիվից ֆինանսավորում ունի միայն Արցախի պարի պետական համույթը։ Հայաստան համահայկական հիմնադրամն Ամերիկայի տեղական ֆոնդի միջոցով արդեն նաև 2025 թվականի ֆինանսավորումն է կատարել։ Գիտակցումը կար, որ առանց պետական աջակցության դժվար է լինելու Հայաստանում մշակութային կոլեկտիվների գործունեությունն ապահովել։ Համապատասխան պետական գերատեսչություններին բազմաթիվ առաջարկներ են ուղարկել, բոլորն էլ անարձագանք են մնացել։ Մշակութային ժառանգության պահպանման մասով այդ միջավայրը չկա։ Փաստաթղթերով ունենք տարբեր կառավարության որոշումներ, ոչ նյութական մշակութային ժառանգության մասին օրենքներ, մշակութային քաղաքականության պատասխանատու մարմնի կողմից հայեցակարգերով, ռազմավարության իրենց ծրագրերում նշված է Արցախայության մշակութային ժառանգության պահպանում եւ այլն, բայց փաստացի այդ աշխատանքը բավարար չէ։ Խնդիրները շատ են, բայց մեծ է նաև աշխատանք շարունակելու Արցախի մշակութային կոլեկտիվների կամքը։ Վճռական են, որ մինչև վերադարձը Հայաստանում շարունակեն պահպանել ու տարածել Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը։